Մանկավարժական համալսարանի ուսանողները բացահայտում են կրիպտոաշխարհը մասնագետների օգնությամբ։ Գիտաժողովի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել կրիպտոարժույթներին, բլոքչեյն տեխնոլոգիաներին ու ֆինանսական նորարարություններին, բարձրացնել թվային արժույթների մասին նրանց իրազեկվածության մակարդակը, քննարկել ոլորտում առկա խնդիրները։ Մեր ամբողջ ծրագրի կարևորությունը շեշտադրումը դրել ենք նրա վրա, որ թեման արդիական է ու բոլորին անկախ տարիքից մասնագիտությունից հիմա հետաքրքիր է նույն կրիպտո աշխարհի շուկա, նույն էլեկտրոնային փողեր հասկացությունը։ Ճիշտ է, 2 քլիկով կարելի է կրիպտոարժույթ ձեռք բերել, բայց պետք է նաև զգուշանալ զեղծարարներից։ Էլեկտրոնային փողերի աշխարհն այսօր վտանգված է։ Հաքերները բանկային քարտից կարող են գումար գանձել, չտալով երազանքի բիթքոինը։ Շատ մեծ ռիսկեր կան, շատ մեծ ռիսկեր, որը ավելի շատ համաշխարհային բնույթ կարող ընդունի, նմանատիպ խնդիրները պետք են օրենքով առնվազն կարգավորել։ Իմ կարծիքով անհրաժեշտ է առաջին հերթին, որպեսզի հստակ սահմանվի խաղի կանոններ ու դրա հիման վրա բոլորը հնարավորություն կունենան այս ոլորտում ունենալ իրենց ներդրումը, ինչու՞ չէ հետապնդել շահույթ։ Մասնագետը վստահ է, բազային գիտելիքների եւ թվային արժույթները ճանաչելու շնորհիվ երիտասարդները կարող են տարբերել իրականը կեղծիքից։ Հիմա հատկապես սոցիալական ցանցերում տարբեր տեսակի ինֆորմացիա շրջանառվում, որի 90%-ը fake է, հա, կեղծ է։ Դրա համար մենք ուզում ենք գիտական հենքով, սեմինարների միջոցով ուսանողներին բացատրել, թե ինչ է ֆինտեխ լուծումները, ինչ է Web3 համակարգը, էլեկտրոնային փողերը, ոնց են ձևավորվում։ Ապագայի տնտեսություն խորագրով գիտաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Կազմակերպիչները վստահ են, միայն իրազեկ ու բանիմաց սերունդը վաղը կարող է դառնալ մեր երկրի տնտեսության զարգացման շարժիչ ուժը։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան, լուրեր։